երեք խոսում էր Արցախյան շարժումը փակելու մասին, պարոն Մամիջանյան, սա ում էր ուղղված, ադրբեջանական կողմին էր ուղղված, արցախահայերին էր ուղղված, որ որևէ բանից չբողոքեք, ում էր ուղղված այս կոչը։ Գիտեք, ինքը վաղուց արդեն խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար բացառապես, որտեղ այստեղ իրան լսող չկա։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժման հետ կապված, Նիկոլ Փաշինյանի դերակատարումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չափից փոքր է եւ չափից շատ ամոթալի, որպես ինքը հանդգնի Ղարաբաղյան շարժման մասին մի հատ էլ կարծիքներ հայտնել։ Ինքը ինչու է պես կարճած այն մտքից, որ անպայման ուզում է բանավեճեր նախկին 3 նախագահների հետ։ Գիտեք, այդ հարցի շուրջ այնքան արդեն դիպուկ մեկնաբանություններ են տարվել տարբեր տեղերից, որ ես դրանցից ավելի դիպուկ չեմ փորձի լինել, բայց նորից նույն կետն եմ ասելու։ Թեպետ քաղաքական դիակները խոսելու, գործելու հնարավորություն չունեն, իրան մնացել է անելու մի բան՝ հրապարակել բանակցային փաթեթները, ներառյալ 19 թվականի իր հրաժարված բանակցային փաթեթը։ Այդ ժամանակ, երբ որ եթե ռիսկը հերիքի հրապարակի, այդ ժամանակ արդեն բանավեճի կարիք էլ չլինի, արդեն թղթով ապացուցված ակնհայտ կլինի, թե ով է դավաճանը, ով է հայրենավաճառը։ Իսկ ինչ վերաբերում է իր խոսացածին, ես եւս մեկ անգամ երեք համոզվեցի, որ Մելիք Ֆրանգյուլի ճակատագիրը Փաշինյանին հանգիստ չի տալիս, ինքը ուզում է ամեն ինչը անի, որ նույն ճակատագրին արժանանա։ Շատ շնորհակալ եմ, եթե ելի մեկնաբանություններ լինեն, կասեմ, ասա պարոն Կիրակոսի։ Միջանյանը Նիկոլ Փաշինյանը խոսելով Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի մասին տվեց թիմի կապիտուլյան ձևակերպումը, նշելով, որ վերել գործընթացը հասցրել էր փակողում եւ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հայտարարությունը որպես վարչապետի տեխնացու, որ գործընթացը բանակցային չկա, ուղիղ չեմ հիշում։ Շատ լավ, ես հասկացա։ Նախ, եկեք ֆիքսենք, սիրելիներս, նախագահ Սարգսյանի 20 թվականին արած ճշգրիտ որակումը, մականունը, այնքան պինդ է կպե Փաշինյանին, որ իրան ավելի շատ կապիտուլյանտ են ասում, քան Նիկոլ Փաշինյան։ Դա իրան հանգիստ չի տալի, 5 տարի մտածել է ինչ պատասխանի, ու լավագույնը ինչ ինքը հորինեց, վեր կանա ասի կապիտուլյանտը դու ես։ Դե ինձ թվում է մանկապարտեզի մակարդակի արձագանքներին մեկնաբանություն տալու կարիք չկա, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս հատվածին, կապված ապրիլ ամսին վարչապետի ընտրության ժամանակ նախագահ Սարգսյանի, պատգամավոր Կարեն Բեկարյանի հարցին պատասխանը հատվածային մեջ բերելուն, նորից եմ ասում, հատվածային, կրկնում եմ 1000-րդ անգամ, թող գրեն միտեղ, հոգնել եմ արդեն կրկնելուց։ Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի բանակցել Ադրբեջանի հետ ուղիղ, որովհետև երկրագնդի պատմության մեջ այդպիսի բանակցությունները երբեք որևէ արդյունքի չեն բերում։ Մենք բանակցում ենք միջազգային հանրության հետ, միջազգային հանրությունը իր ճնշման լծակները, իր ազդեցությունը օգտագործում է Ադրբեջանի վրա ու արդյունքում Ալիևը հայտարարում է, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք այդպես էինք բանակցում։ Երբ որ ուղիղ ես բանակցում Ադրբեջանի հետ, կորցնում ես 4 գյուղեր Տավուշում, ստանում ես անդադար պարտվողականություն եւ փաստացի վերջում մի փաստաթուղթ, որում ըստ իրենց իսկ ներկայացման բոլոր կետերը Հայաստանի Հանրապետության զիջումներն են։ Ֆիքսենք, որ մարտի 27-ի դրությամբ որևէ տեղ, ոչ հանձնաժողովում ԱԳՆ նախարարը, ոչ ազգային ժողովում վարչապետի աթոռին նստածը, այդպես էլ մի անգամ չի պատասխանել մոտ 10 անգամ իմ գործընկերների հնչեցրած հարցին։ Բա լավ, այս պատմության մեջ Ադրբեջանի զիջումը ո՞րն է, որովհետև այդ զիջումը այդ փաստաթղթում չկա։